Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ և ագընտիրներ, Վանաձայն են ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կներկայացնենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Պետական եկամուտներու կոմիտեի զինյալ ծառայողներ մուտք կգործեն Քոչարյաններուն պատկանող ընկերություններ։ Գագիկ Ծառուկյան ընդդեմ Երևանի քաղաքապետության։ Տրեփ հիմնադրամին Ադենաբեդը եւ Միացյալ Նահանգներու հadoop բանակնացին խորհրդականը գայցել են Երևան։ Հայաստան-Թուրքիա աշխատանքային միացյալ խումբի երկրորդ տեսակցություն Երևանի մեջ։ Իրանի մեջ գոչեր Ադրբեջանեն Իսրայել կարյուղի մատակարարումները դադրեցնելու։ Հոպենտմենի հայտարարությունը ամենայն հայոց կաթողիկոսին դեմ հարուցված դատական մեղադրանքին մասին։ Պետական եկամուտներու կոմիտեի զինյալ ծառայողներ երեք մուտք գործեցին եւ խուզարկեցին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունները։ Քոչարյանի որդին Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նշեց. Ընտրություններն ընդամենը շաբաթ մի ետք գրեթե բոլոր այն ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքին ովևէ անդամը մասնակցություն ունի, պետական եկամուտներու կոմիտեի զինյալ ծառայողները զենքերով մտած են ամեն տեղ։ Ստուգված են նույնիսկ Լևոն Քոչարյանի գնոջ երկչուհի Սիրուշոյին արձատյա զարտերու խանութները։ Պետական գարիսը այս մասին հաղորդակցություն չհրապարակեց։ Որևէ բան չեն կրնար հայտնաբերել, որովհետև իսկապես խախտում չկա, ըսավ Լևոն Քոչարյան։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ստուգումներեն ետք ցարտ քրեական գործ հարուցված չէ։ Հայտնենք, որ վարչապետը նախընտրական փուլին սպառնալիքներ ուղղաձեր իր հիմնական մրցակիցներուն գործարարներ Սամուել Ղարաբեդյանին, Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Ընտրություններեն ետք իրավաբանները անցան գործի։ Լևոն Քոչարյանի համաձայն ընտրություններուն հաջորդած այդ աշխատանքները ունին վախցնելու նպատակ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար ներկայիս գալանավորված Գագիկ Ծառուկյանի Multi Wellness շուրջ վեճը դեղափոխվեցավ դատարան։ Արտարև Գետրոնը դատական կարգով վիճարկեց Երևանի քաղաքապետության որոշումը, որմով ընկերությունը օրերով զրկված էր գառուցաբադումի իրավունքեն եւ դարածքը անցած էր համայնքին։ Multi Wellness-ի ներկայացուցիչը դատարանին խնդրեց անվավեր նկատել 8 հունիսին Երևանի քաղաքապետին կողմէ Ծառուկյանի հետ գնքած պայմանագրերին կասեցումը։ Ծառուկյանի պաստապանը դատարանին պահանջեց նաև անվավեր նկատել 14 հուլիսին Multi Wellness-ի գառուցաբադումի իրավունքի դադրեցումի որոշումը եւ քույկը ամբողջությամբ իբրև Երևան համայնքի սեփականություն արձանագրումը։ Երևանի քաղաքապետությունը շաբաթներ առաջ խզեց Ծառուկյանի Multi Wellness-ին համաձայնագիրը։ Անցնող շաբաթավերջին քաղաքապետ Դիկրան Ավինյան հայտարարեց, որ ան պիտի վերապացվի նոր անունով եւ պիտի ըլլա մայրաքաղաքի իշխանություններու հսկողության ներքև։ Մինչդեռ ընկերությունը դակավին 2016-ին հողի վարձքի համաձայնագիրով այդ հողը գառուցաբադումի իրավունքով վարձած էր մինչև 2065։ Բայց Ավինյան Ծառուկյանին խլեց ոչ միայն հողը, այլև անոր վրա գառուցված շենքը եւ ներսի քույկը։ Ավելի քան $400 միլիոն բյուջե ունեցող ամերիկյան Տրեփ հիմնադրամին ադենաբեդ Կոնստանտին Սոկոլով եւ Միացյալ Նահանգներու հadoop բանակնացի ավագ խորհրդական Արիե Լայթստոն երեք Երևանի մեջ դեսակցեցան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյանին հետ։ Թե կառավարությունը եւ թե արտաքին գործոստնախարարությունը հայտնեց, որ կողմերը քննարկած են Թրամփի ուղի ծրագիրը կյանքի գոչելու հարցերը։
Զրուցակիցները հայտնած են, որ տեխնիկ հարցերու լուծումի իբրև արդյունք հարաճիգային ալ ավելի դեսանելի պիտի ելան այդ գործով իրականացվող գործնական քայլերը։ Անոնք որոշած են ծրագիրը իրականացնել գարտ ժամկետներու ընթացքին։ Անդրադարձ կատարված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության կարեւորության։ Քննարկված են խաղաղության հետագա ամրապնդումի քայլերը։ Փաշինյան կարևոր նկատած է Միացյալ Նահանգներու եւ մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփի տեղեկատվությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մեջ, շեշտելով, որ 8 օգոստոս 2025-ին յետք դարաշրջանին մեջ ձևավորված է գայուն եւ դրական մթնոլորտ։ Միաժամանակ անկարևոր նկատած է համացայնություններու հարաճ մղումը եւ կողմնակություն հայտնած է անոնց ընթացքեն։ Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի միջև 4 հունիսին ստորագրված Թրամփի ուղի համաձայնագիրը արդեն ուղարկված է սահմանադրական դատարան։ Դատարանը 15 սեպտեմբերին պիտի քննի փաստաթուղթը։ Եթե սահմանադրական դատարանը միջազգային համաձայնագիրին դրույթները ճանչնա, ապա համաձայնագիրը պիտի ուղարկվի ազգային ժողով վավերացումի համար։ Ռուսիա ծնած Միացյալ Նահանգներ տեղափոխված ամերիկացի Սոկոլով, որ արևմտյան մամուլի մեջ նշանավոր է իբրև Թրամփի աջակից եւ հանրապետական գուսակցության շռայլ նվիրադու, վերջին անգամ Հայաստան այցելած է 2024-ին իբրև Viva Armenia-ի բաժանադեր։ Հայաստանի ամենեն մեծ հերացայնային գաբի ընկերության բաժնեդոմսերու ձեռքբերումներն յետք Viva Armenia-ի բաժնեդերը որոշած են իրենց բաժնեդոմսերուն 20-100-ը նվիրել պետության, սակայն ինչի թիմաց հստակ չէ։ Viva Armenian, որում բաժնեդերեր են չինացի գործարար Ժեժանքը եւ Սոկոլովը, վերջերս ստացան նաեւ ռուսական Ռոստելեկոմի 100% բաժնեդոմսերը։ Սոկոլովի ղեկավարած ամերիկյան Dynamic Frontier Holdings-ի ընկերությունը վերջերս կնեց նաեւ Թեղուդի բղինցի հանքը։ Թեղուդի հանքավայրը Հայաստանի մեջ բղինցի եւ հանքային այլ բաշարներով երկրորդն է։ Քննադված բաշարները կհասնին 400 միլիոն տոն հանքակարի։ Հայտնենք, որ Սոկոլովի Երևան այցելութենեն շաբաթներ առաջ Միացյալ Նահանգներու կառավարությունը կրկնապատկեց հիմնադրամի բյուջեն $201 միլիոն 402 միլիոնի հասցնելով զայն։ 4 օգոստոսին Երևանի մեջ դեղի ունեցավ ԱՆԻ-ի պատմական գամուրջին վերականգնումի համար Հայաստան-Թուրքիա միացյալ աշխատանքային խումբին երկրորդ տեսակցությունը։ Տեսակցության ընթացքին կողմերը ընդգծեցին ԱՆԻ-ի պատմական գամուրջին միացյալ վերականգնումի 4 մայիս 2026-ին Երևանի մեջ ստորագրված արձանագրության կարևորությունը։ Իրանյան Խաբար օնլայն կարգը գրել է, եթե Հորմուզի նեղուցին խափանումները 1 կամ 2 շաբաթ եւս տևե, շուգան որոշ չափով պիտի գլանե ցնցումը։ Գայքը մասնավորապես կնշե։ Ջնշումի հիմնական կետը կգտնվի Կասպից ծովուն եւ Կովկասի մեջ։ Ադրբեջանեն Իսրայել կարյուղի ներածումը 2025-ին հասած է օրական 94,000 դագարի, ինչ որ 31%-ով ավելի է քան նախորդ տարի։ Իսրայելի կարյուղի ընդհանուր ներածումը 46,4% է, ինչ որ աննախադեպ ցուցանիշ է։ Եթե այս ուղին ցախողի, ապա ուղղակիորեն պիտի ազդվին Իսրայելի կարյուղի զդարանները, փոխադրություններու վերջնական քիները եւ մատակարարումներու ապահովությունը։ Կասպից ծովուն առավելությունը այն է, որ չի գտնվիր Միացյալ Նահանգներու ուղղակի եւ ուշադիր հսկողության տակ։ Աշխարհակրական հերավորությունը, կորզնական պարտությունը եւ ուղիներու բազմամարտակ բնույթը կնշանակեն, որ սահմանապակ, բայց ճշգրիտ գործողությունները պիտի ունենան ավելի զսպիչ աստեցություն, քան Հորմուզի չրանցքին գարջադեպ շրջափակումը։ Իսրայել օգտագործած է Ադրբեջանի տարածքը եւ հետախուզական գարույցները Իրանի դեմ պատերազմի համար։ Օրինակ, Նախիջևանեն Հերմես անօթաչու սարքի գիրարգումը նախատեպ եղած է Նաթանզի դեմ։ Նման հանգամանքներու մեջ Իրան կրնապատասխան ջնշում կործատրել Իսրայելի ամենեն խոցելույ մարզին ու ժանյութին մեջ։ Թուրքիո անտեպ պետք է եւս ուշադիր եւ զգուշ վերաբերում ունենալ։ Ադրբեջանական կարյուղը Կասպից ծովեն Բաքու Թիֆլիս Ջեյհան խողովակաշարով գահասնի Ջեյհան։ Անգե կարյուղիներով կդեղափոխվի միջերգրական ծով, իսկ այնուհետև Իսրայելի նավահանգիստներ։ Այս կնշանակե, որ Իսրայելի ուժանյութի մատակարարումի շղթան գախյալ է ոչ միայն Պարսից ծոցեն, այլև կապված է Կովկասի եւ Թուրքիո։ Այս դիտանգյունեն, եթե Կասպից ծովուն մեջ լարվածությունը սահմանապակ եւ վերահսկելի է լա,
Թուրքիա հավանաբար պիտի բավարարվի քաղաքական փողոքով, որովհետև կորձնական միջամտությունը իրեն համար սուղ պիտի արժե եւ պիտի սպառնա իր իսկ շահերուն։ Նշած է Իրանյան Խաբարոնլան գարքին հոդվածը։ Հայ բարեգործական ընդանուր միությունը հայտարարությամբ իր մտահոգությունը հայտնեց ամենայն հայոց կաթողիկոսին դեմ հարուցված դատական մեղադրանքին համար։ Հայտարարությունը նշեց. Հայ բարեգործական ընդանուր միությունը մտահոգ է հայ եկեղեցու առաջնորդության դեմ կատարվող հալածանքներուն համար։ Հայաստանի կառավարության կողմէ ամենայն հայոց կարեկին երկրորդ վեհապարին եւ 6 եպիսկոպոսներու դեմ հայտարարված դատական մեղադրանքը, որ ցակած է թեմական առաջնորդության եկեղեցական ներքին խնդիրը, դեղի գուտան կրոնական ազատության եւ օրենքի քերագայության հանդեպ հարկանքի լուրջ հարցադրումներ։ Հոպենտմենը գոչ կուղե դատական մեղադրանքը հետս կոչելու, որովհետև այդ օրինական կամ մեր պատմական ավանդություններով հիմնավորված չէ։ Հայաստան իր սահմանադրական եւ ազգային օրենքներով Հայաստանի ցարակելական եկեղեցին գճանչնա իբրև ազգային եկեղեցի գտնունի ներքին կառավարումի անոր իրավունքները եւ կպաշտպանե կրոնական ազատությունը։ Հետևաբար եպիսկոպոսներու եկեղեցական պաշտոններու արժանավորության հարցերը պետք է լուծվի եկեղեցվո կողմէ հաստատված կանոնագրական գործընթացներով։ Հոպենտմենը գճանչնա եւ գահարկե Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարությունը, անոր հեղինակությունը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները։ Միաժամանակ Հոպենտմենը անխախտ կմնա հայ եկեղեցվո հեղինակությամբ եւ եկեղեցական կանոնագրությամբ ընտրված անոր առաջնորդության, գիտակցելով եկեղեցվո պատմական շարունակագող դերակատարությունը աշխարհի տարածքին հայ ինքնության պահպանումը։ Նշած է հայ բարեգործական ընդանուր միության հայտարարությունը։ Հարկելի ունգընտիրներ վանացայնեն CZD-ն ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ն ցայնա ողջաբար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։